Բարի երեգո սիրելի ունգընտիրներ եւ ագընտիրներ երեկ ամսվան ամրան թաթարեյետ ահավասիկ գողջունենք ցեզ դարձյալ անգամը եւս մեծիդանն գիլիգիո գաթողիկոսության քրիստոնեական տաստիարակության բաժանմունքին գողմե գազմագերբած հավատք եւ կյանք հայդակիրով համակորձակցությամբ Վանացայինի հայկական ռադիոգայանին այսօր Վանացայինի ստուդիոեն ներս ուրախությամբ գհյուրընկալենք մեր այս տարվան դարեշրջանի առաջին հյուրը մեծիդանն գիլիգիո գաթողիկոսության երիտասարդ միապաններեն ինչպես նաև թռչնոցպույնի դեսուչ հոգեբոր դեսուչ դնորեն հոգեշնոր դերանտրանիկ վարդապետ Քյուրումյանը որ պիտի խոսի եղբայրդ միտադեր խորակրով Աստված օգնական եւ բարի երեգո եղբայր եւ օգնական բարի երեգո վստահ եմ որ նկատի ունենալով որ թռչնոցպույնի պատասխանատուն եք հոգեբոր դեսուչն եք ինչպես մենք այսօր մեր վերամուտը սկսած ենք վստահ եմ որ թռչնոցպույնն ալ վերամուտը սկսավ հետեւաբար բարի վերամուտ կմաղթենք նմանավես նաեւ ցեզի երկար տատարե հետ վստահ եմ ժողովուրդն ալ գարոցած է այս հանդիպումները զրույցները եւ հույսով որ դարին լավ ընթացքով կընթանա Ցեզի հաջողություն եւ բարի առաքելություն։ Սկսելով եղբայր մեր օրվան հայդակրին, ինչպես արդեն խորակիրը գսե եղբայրդ միտադեր։ Մեր առաջին հարցումը բիդելա հետեւյալը։ Այսօրվան բնապանը ընդրած եք հռոմայեցիներու 14-րդ գլուխեն։ Գրնակ մեզի ընդանուր եւ ամփոփ գերբով ներածական մդալ մեր արձարձելիք նյութերուն մասին։ Ուրեմն հայր շուպեդեվյալը որովհետեւ գլուխը Թեև այդքան երկար չէ, սակայն գխոսի զանազան նյութերու մասին, պիտի ուզեմ, որ շատ արագ նախ գլուխը գարտալ եւ ապա ընդհանուր ներածական մտալ, որ մեր հետ արդեն ավելի գրնանք մանրամասնել յուրաքանչյուրը։ Շատ։ Ուրեմն հռոմայացիներու 14-րդ գլուխ գսե առաջին ենթավերնակիրն է եղբայրդ միտադեր։ Ուրեմն Բողոս Արաքյալ հետեւյալը գսե. Հավատքի մեջ դգարացած մեկը ընդունեցեք առանց իր խիղճը դանչող գասկածները կննատadելու օրինակ մեկը գավադա թե ամեն ինչ կարելի է ուդել ուրիշը որ գասկած ունի այդ մասին փանճարեղեն ուդե միայն ամեն ինչ ուդողը թող չարհամարե ճուդողը իսկ ճուդողը թող չկննատadե ուդողը որովհետև Աստված զայն ընդուներ է ով է ստուն որ Աստուծո ծառան գտադես դերը ինք միայն գիտե իր հավատքին մեջ գանկուն է անիգա թե ինգած բայց վստահ եղեք որ գանկուն պիտի մնա որովհետև դերը գրնա զայն գանկուն բահել Նույնպես ոմանք կխորին թե Աստված պաշտելու համար այսինչ օրը ավելի կարևոր է քան մյուս օրը մինչ ուրիշներու համար բոլոր օրերը նույնն են յուրաքանչյուրը թող իր համոզումը բահե կպավե որ թե հadouk օրը պնդրողը եւ թե օրերու միջև խտրություն տնողը երկուքն ալ դերը բադվել գխորին նույնպես ալ թե ամեն ինչ ուդողը դերը կբադվե եւ թե ճուդողը եւ երբեք երկուքն ալ Աստուծո կողություն կհայտնեն Մեզ մե ոյվե մեկը ինքն իր անցին համար չաբրիր, ոչ ալ ինքն իրեն համար գմերնի, եթե գաբրինք, դիրոջ համար գաբրինք, և եթե գմերնինք, դիրոջ համար գմերնինք, որ գնշանագե թե ըլլա գյանքի և ըլլա մահվան մեջ դիրոջ կբատկանինք։ Ադոր համար ալ, Քրիստոս մերավ և բերագենտանացավ, որբեսի դերը ըլլա բոլորին, թե աբրողներուն և թե մերածներուն հավասարապես։ Ինչու գտադես ուրեմն եղբայրդ կամ ինչու զայն գարամարես բոլորս ալ Քրիստոսի ադյանին դիմաց պիտի կանգնենք որովհետև մարգարեության մեջ գրված է ես ինձմով գերտնում դերը գսե որ ամեն զունգ պիտի խոնարի արջևս եւ ամեն լեզու պիտի խոստովանի թե ես եմ Աստվածը երկրորդ ենթավերնակիրը գսե եղբայրդ չկայտակղեցնես ուրեմն Քանի ուրեմն մեզ մե յուրաքանչյուրը իրանցին համար հաշիվ պիտի դա Աստուծո, այսուհետև թատրինք իրար կննատadել է եւ փոխարենը ճանանք մեր եղբայրներուն կայտակղության եւ մեղանչումին պատճառ չդառնալ։ Հիսուս Քրիստոսով հետեւյալը ապահովաբես գիտեմ, թե ինքնին բիղծ բան չկա, փամը բիղծ գլա այն մարդուն համար, որ զայն բիղծ կհամարե։ Եթե գիտես թե քու ուդելովդ եղբորդ խղճմտանքը գվիրավորես, սիրով շարժած չես ըլլար, երբ ուդես։ Կու գերագուրովդ բաջար մի դառնար որ գործվի եղբայրդ որուն համար Քրիստոս իր կյանքը տվավ արիտ մի դար որ բարի եւ ուղիղ սեբացպանդ հայոյության բաջար դառնա որովհետեւ Աստուծո արկայությունը գերագուր կամ ըմբելիք չէ այլ արտարություն խաղաղություն եւ խնդություն Սուրբ Հոգի ընդրված Եվ ով որ ասոնցմով գծարայե Քրիստոսի, անիգա Աստուծո հաջելի եւ մարդոց կովելի գլա, արդ
Այսուհետև խաղաղություն փնտրենք եւ աշխատենք իրարու հավատքը ամրապնդել։ Չլա որ գերագուրի բաժարով Աստուծո կորձը կանտես։ Ամեն բան ինքնին մակուր է, բայց սխալ է բամը ուդել, երբ ադիգա ուրիշ մը կայտագրեցնե։ Ավելի ճիշտ է ոչ միս ուդել, ոչ գինի խմել, ոչ ալ ուրիշ ովևէ բան անել, որով եղբայրդ կգլորի կամ կկայտաղի կամ կդգարանա։ Այս մասին քու համոզումդ քու եւ Աստուծո միջև տոմնա։ Երանի անոր, որ ինքզինքը տադաբարդության չեն դարգեր, այնպիսի բաներով, որ իր ընկերոջ փորձության բաժար գլա։ Մյուս կողմը, եթե մեկը գասկած ունի իր գերածին անմակրության մասին, Աստուծո տադաբարդության ենթակա է, եթե ուդե, որովհետև իր արարքը հավատքի արդյունք չէ, եւ ինչ որ հավատքեն չի կար, մեղք է։ Ինչպես որ լսեցինք, հիմա թեև քիչվի այդ ամեն ընդանավես մարամասություններ մասին պիտի խոսենք, բայց նախ կուզեմ հետեւյալ ասել, երբ կսե եղբայրդ, անպայմանորեն մեր ֆիզիկական եղբոր մասին չէ խոսքը, մեր նմանին մասին է, ուրիշին մասին է։ Եվ ընդհանրապես երբ լսեցինք վստահ եմ որ հասկացանք որ գլուխը ընդհանրապես կխոսի միասնության մասին, քրիստոնեական միասնության մասին, սիրո մասին, պատասխանատվության մասին։ Պողոս Արաքյալ այս մեկը ուղղած է առաջին տարու եկեղեցին, որ ուր միաժամանակ հավատացյալներու բազմություններ կային, հրյաներ, հեթանոսներ եւ այդ բազմազանությունը կամ երկու տեսակի մարդ ըլլալուն արդյունքներն ալ դարագարձություններն էին, որոնք հաճախ վեճերու բաժար կտարնային եւ նույնիսկ բաժանումներու բաժար կտարնային, ինչ որ արդեն պատմությունը կվգայի եւ մեզի գրեթե ծանոթ է։ Եվ քիչ հետ արդեն ավելի մանրամասն նաեւ ասոր մասին պիտի խոսենք։ Գլուխը նաեւ կսորվեցնե, որ իրական քրիստոնեական ազատությունը եւ հավատքը պետք է առաջնորդվի սիրով եւ խիղճով։ Հիմա ինչ կվերապերի, ինչ ասել է սիրով եւ խիղճով, արդեն քիչ հետ ավելի մանրամասն պիտի բանանենք, խոսենք, բայց բարձրապես ուզեցի նախ գլուխը գարտալ, որ ապա ավելի լավ հասկանանք թե ինչի մասին է խոսքը եւ ինչի գագնարկե Պողոս Արաքյալ։ Շատ բարի։ Հիմա որ գարտացինք Հռոմեացիներու 14-րդ գլուխը եւ երբ անցմը հավատացյալը գուզե գարտալ, հիմնական ինչ պատկամներ պետք է քաղենք անգե։ Ինչպես որսի հիմնական պատկամը միասնությունն ու սերն է քրիստոնյաներու մեջ։ Պողոս Արաքյալ կբացատրե, որ եկեղեցվո մեջ պետք չէ բաժանումները լան երկրորդական հարցերու պատճառով։ Օրինակ, ինչպես որ ինքը հիշե, ուդելիքի համար, այսինչ բանը կարելի է ուդել կամ այդ ինչ բանը կարելի չէ ուդել, եւ կամ օրերու համար, այսինչ օրը պետք է աղոթել կամ այսինչ օրը պետք է գործ աշխատել եւ այլն եւ այլն։ Յուրաքանչյուր քրիստոնյա պետք է իր խիղճին համաձայն ապրի, դիրոջ բարքին համար եւ միայն Աստված է տադավորը, լսե Պողոս Արաքյալ։ Մեր այսօրվան կյանքի մեջ շատ կտեսնենք այնպիսի մարդիկ, որ համոզված են, որ այսինչ բանը պետք է ուդել, այդ ինչ բանը պետք չէ ուդել եւ կամ գիրագի օրը, ասիկա շատ լսված է, որ գիրագի օրը աղոթքի օր է, լավ մյուս օրերն ալ աղոթքի օր պետք է ըլլան, բայց Պողոս Արաքյալ գսե, որ ցկեցեք ամեն մարդ իր համոզումին մեջ, որովհետեւ միջև անադեմ, որ այդ համոզումը բարի է, այլ խոսքով այդ համոզումին նպատակը զաստված բարավորել է, նույնիսկ եթե մեկ օր ադիգա կմտածեք օր, կնշանակե լավ բան մը գան օր մեջ։ Հետևաբար այս բոլորը տեսնելով իրար չկննադատեն գսելու համար, որ այսինչ այդպես է, այդպես կմտածե կամ այդպես չի մտածեր։ Աստված մեզի ազատությունը տված է մեր համոզումներով ապրելու, անոր համար ազատ կամք տված է մեզի զանազանելու կամ զանազանություն գարենալ ընելու չարը բարի են, սխալը ճիշտ են եւ խելքալ տված է մտածելու եւ ամեն մարդալ համոզումներ ունի, որոնք երբեմն գրնան ճիշտ լալ, երբեմն գրնան սխալ լալ եւ ի վերջո բոլորս ալ հաշվետու ենք Աստուծո մեր սխալներով եւ մեր բարիքներով։ Բացի այդ, այս գլուխը ցույց կտա, որ հավատքը միայն անձնական հարաբերություն չէ Աստուծո հետ, այլ նաեւ ինչու՞ չէ համայնքային կյանքը, պատասխանատվությունը ուրիշին հանդեպ։ Այսինքն երբ քիչ առաջ արդեն գլուխին մեջ ակնարկեց, որ երբ մեր արարքը գրնա ուրիշը կայտակղեցնել, սա կնշանակե, որ արդեն մենք մեր սահմաններեն դուրս ելած ենք, որովհետև գսեն չէ, մարդուն ազատությունը կվերջանա, երբ մյուսին ազատության սահմանը կսկսի։ Հետևաբար, երբ հավատքի ակնոցով գտիտենք այս բոլորը, պիտի տեսնենք, որ երբեմն մեր արարքները, մեր
գադարած կորձերը սելիկները հաջող գրնան կայտակեցնել ուրիշը եւ այդ բոլորը մենք որպես քրիստոնյաներ կամ Քրիստոսի հետևորդներ պետք չէ անենք մանավանդ գիտնալով որ այդ մեկը գրնա մեր եղբորը մեր նմանին կայտակության պատճառ դառնալ եւ պետք է զիջինք սիրով պետք է զիջինք մեր դարբերությունները պետք չէ մեզ բաժնեն այլ պետք է ցույց տան հավատքի բազմազանության գեղեցկությունը ինչպես որսի սիրո մեջ վերջնական նպատակը այն է որ դիրոջ парքը աճի իսկ ոչ թե մեր գարձիկներով հաղթանակը մենք մեր միջավայրի մեջ մեր առօրյային մեջ հաջող կտեսնենք մարդիկ կամ հաջող այնպիսի մարդոց հետ գաբրենք որ իրենց գարձիկի հաղթանակը ավելի կարևոր է քան դիրոջ парքին աճումը այս նույնի մասին շատ երկար կարելի է խոսել բայց չեմ ուզեր ավելի մանրամասնել բայց բարձրապես պետք է ասել որ պետք է գշիրի վրա տնենք թե որն է ավելի կարևորը աստուծո բադվերը թե մարդուս գարձիկը որ գրնա սխալը լալ գրնա եւ անպայմանորեն ժամանակավոր է անտին աստվածային այն բադվերը որ ժամանակ չի ճանչնար սահման չի ճանչնար եւ մնայուն գերբով մեզ գհրավիրե իրեն երտալու բայց ինչպես որ Քրիստոս կսե ագանջ ունեցողը միան գնալ լսել աստուծո արքայությունը սնունդ եւ ըմբելիք չէ աստուծո արքայությունը ինչպես որ նաեւ գլխուն մեջ գարտացինք արտարությունն է խաղաղությունն է ուրախությունն է ոչ իմ ուդելովս կամ չուդելովս պիտի բերգվիմ ոչ ալ իմ օրերը ճշտելովս պիտի բերգվիմ բարձրապես այս օրինակները կդամ որովհետեւ գլխուն մեջն ալ այս օրինակները հանդիպեցանք ես իմ հավատքովս պիտի բերգվիմ ես իմ կորձերովս պիտի բերգվիմ ես իմ անձովս պիտի բերգվիմ հետեւաբար մեկտիցը կենք այն դպավորությունները կամ այն գարձիկները որ այսինչը այդ բաներով այդ ինչը այդ բաներով այդ քննադատությունն հերու մնանք որովհետև այդ քննադատությունը չէ որ մեզ բրգության պիտի առաջնորդե կամ ուրիշին սխալը բռնելը չէ որ մեզ բրգության պիտի առաջնորդե այլ մեր ճիշտ ըլլանն է որ մեզ բրգության պիտի առաջնորդե շատ բարի քիչ առաջ երբ գարտացիք այնտեղ Պողոս Արաքյալ 14-րդ գլխուն մեջ գխոսի դարբերություններու մասին եթե ավելի մանրամասնենք թե ինչ ասել գուզե Արաքյալը դարբերություններու մասին շնորհակալ կլանք ուրեմն ինչպես քիչ առաջ ասի այս նամակը ուղղված է առաջին տարու եկեղեցին մարդիկ ոչ միայն դարբեր գրոններ ունեին ինչպես քիչ առաջ ասին կետանոսները հрьяաները այլ նաև ունեին դարբեր սովորություններ ավանդություններ գբահբանեին մովսիսական օրենքը հрьяաներուն բարակային իսկ կետանոսները անտին ոչ եւ այս մեկը հաջող վեճի բաժար կդառնար որովհետեւ Պողոս Արաքյալ այս նամակով ցույց կտա որ այս հարցերը երկրորդական են եւ պետք չէ հիմնական բաժանումներու բաժարը ասոնք դառնան յուրաքանչյուրը պետք է ապրի իր խղճի համաձայն այսինքն ծևոմը թեև Պողոս Արաքյալն ար գլխուն մեջ հաջողագի գերբով իր միտքը գրկնած է բայց Պողոս Արաքյալ բարապ դեղ չէ որ գրկնած է այս բոլորը հաջող գջշտե խղճի կաղապարը հաջող գջշտե սիրով զիջելու կաղապարը եւ այսինքն ծևոմը երկրորդական հարցերը որ խոսի այսօրվան եթե բաներուն նայինք այսօրվան իրավիճակին երբեմն այնքան մանրամասնություններով գհետաքրքրվին կամ այնքան մանրուկներով կսպաղենք որ անտին մեծակույն հարցերը մեկում ցկած այսինչը ըրավ այսինչը այնինչը ըսավներով վեճ վիճապանություն կստեղծվի որոնք այնքան անկարևոր են այնքան անշուք են որ նույնիսկ խոսիլը ամոթ է կամ խոսիլը ավելորդ է բայց մեր առօրյային մասը գազմեն ասոնք դժբախտաբար օրինակները շատ են դիսագարկի դարբերությունները եկեղեցական կետնի վրա անշուշտ դարազներու դարբերությունները երաժշտության դարբերությունը հակոստի դարբերությունը որոնք հաջող երբեմն դարագարձություններով բաժար կդառնան գլուխը մեզի գսորվեցնե որ պետք չէ նույնիսկ մտածենք այս բոլորի մասին որովհետև մեր ազատությունը օգտագործել պետք է օգտագործենք մեր ազատությունը սիրով եւ մեր ծևոմը համայնքի ծևոմը շրջաբադի կամ մեր ապրած միջավայրի միասնության համար շատ բարի առնենք մեր տատարը հայսուր որ մեր հետ գշարունակենք
Շատ բարի սիրելիներ, մենք ունգընտրեցինք իքերեզման շարագանը, որ մեր հետ կշարունակենք մեր հարցազրույցը, անոնք որոնք մեզի նոր միացան, բարձաբես հիշեցումը, որ հայր Անտրանիկն է որ գխոսի, եղբայրդ մի տադեր խորակրով։ Շարունակենք այսօր։ Քիչ առաջ ընթերցեցիք, լսեցինք 14-րդ գլուխը, որուն մեջ նաև գագնարգե սիրո մասին։ Ինչ է մեզի փոխանցված պատկամը սիրո մասին։ Շատ բարի։ Քիչ առաջ արդեն խոսքից մեջ ագնարգեցի, բայց քիչ մի հիմա ավելի ընդլայնենք։ Հռոմեացիներու 14-րդ գլուխը մեզ յուրաքանչյուրին այսօր դալիք ունի։ Հետևյալը գսորվեցնե, որ սերը կերատասե մյուսին բարիկը սեփական իրավունքները, այսինքն, եթե իմ արարքս կրնա խոչընդոտ մլալ, արկելք մլալ իմ եղբորս կամ քրոջս հավատքին, պետք է սիրո համար զիջիմ։ Այս մեկը, սիրելիներ, պատասխանատվությունը կենտատրե։ Այս խոսքը բարձրապես ասելու համար կամ կրելու համար չէ ասված։ Եթե լավ մտածենք եւ փորձենք խորքը տապանցել, շատ մեծ բանի մասին խոսի, շատ կարևոր բանի մասին խոսի, որ այսօրվան մեր աշխարհին մեջ կամ այսօրվան մեր կյանքի մեջ այդքան անհրաժեշտ դերմը չէ գրաված մեր կյանքերում մեջ, որովհետև այսօր մարդիկ գշարժին կամ գաբրին այնպիսի կյանքը, որ իրենց համար ճիշտ է կամ իրենց համար հարմար է, ավելի ճիշտ բառն է հարմար բառը, իրենց համար հարմար է, ուրիշին համար ճիշտ է, ուրիշին համար քայտակություն է, ուրիշին համար սխալ է, ոչ մեկ արժեք ունի, գալի որ իրենց համար լավը լա, իրենց համար հարմարը լա եւ ինչու՞ չէ նաեւ թյուրինը լա, որովհետեւ այսօր ամեն մարդ գնահանդրե թյուրինը կան դժվարը եւ այն է պատճառը որ դժբախտաբար հաջող մենք գարձարձենք որ մարդիկ սկսած են հեռանալ հավատքեն եւ մեծակույն պատճառն այս բոլորը միայն լսելն է եւ ոչ թե կորձի վերածելն է ամեն գիրակի եկեղեցի գերտանք ամեն գիրակի կարոզներ կլսենք հավանաբար աստվածաշունչը կգարտանք հավանաբար գաղութենք ալ բայց միջև այն adem որ այս բոլորը գիտենք եւ բայց չենք օգտագործել կամ չենք կորցատրել մեր կյանքերում մեջ ինչ արժեք ունեցավ Աստծո խոսքը լսելը կամ կարոզները լսելը ինչ արժեք ունեցավ աստվածաշունչ կարդալը կամ ինչ արժեք ունեցավ իմ աղոթքս միջև այն adem որ իմ կյանքից մեջ փոփոխություն չկա կամ այդ փոփոխության արիթ ես չեմ դարվոր հետեւաբար Աստված մնայուն գերբով մեզ լսելու պատրաստ է Աստված մնայուն գերբով մեզ օգտելու պատրաստ է կարևորը մենք ընտարաչենք այդ հրավերին Քրիստոսը ասավ չէ ինձ եկեք դուք բոլորդ հոգնածներ եւ բեռնավորվածներ եւ ես հանգիստ պիտի դամ ձեզի այս գոչը միայն այդտեղ եղած մարդոց համար չէ այս գոչը այսօր նաեւ մեզ մեր յուրաքանչյուրին համար է բայց որքանով մենք մեր ականջները դեպի Քրիստոսի ցայնը ուղղացենք կամ որքանով պատրաստ ենք նաև մեր Աստծո ցայնը լսելու հերացայներում մեջ մյուտ գոջակը կգարձեմ որ աշխարհին ցայնը պետք է մյուտնենք այլևս եւ պետք է Քրիստոսի ցայնը օննենք որովհետեւ այնքան հերացայներում մեջ երբեմն սպաղումներ կան որոնք ճիշտ չեն երբեմն որոնք կրնան քայտակության մեզի առաջնորդել անտին Աստվածաշունչ ունենք, որ կրատարանի մեջ մեկում տրված, ինչպես որ վեհապար հայրավետը գսեք կիրկը փոշի դարձած է, փոշիի դագ է։ Եվ կամ նեղության մեջ եթե գտնվենք այդ ժամանակ։ Այո, մեծակույն մեր հարցերը մեկն էլ անիգա է։ Երբ որ նեղության մեջ ենք, եւ որ դժվարության մեջ ենք, ուր է Աստված, ինչու այսպես եղավ Աստված։ Լավ, ինչու միայն նեղության մեջ։ Մենք շատ լավ գիտենք Աստված մեզի դխրագից դարձնել, բայց մեր ուրախ ժամերուն ինչու ուրախագից չդարձնենք Աստված, ինչու մեր ունեցածին համար փառք չտանք ամեն օր Աստծո, միայն երբ նեղության մեջ ենք, միայն երբ դժվարություններում մեջ ենք, ով դժվարություն չունի կամ ով նեղություն չունի, երբ լավապես գնայինք մարդոց կյանքերուն, պիտի տեսնենք որ այնքան փառք տալիք բաներ ունենք, որ այնքան շնորհակալ լալիք բաներ ունենք, որ Աստծո իրավես միայն գուզե որ մեր աչքերը բանանք եւ տեսնենք միայն գուզե որ աշխարհին եկած լույսը որ գրնալալ որ շատ հաճելի է գրնալալ որ շատ թյուրին է տեսնելը բայց որ ուր պիտի առաջնորդե մեզի հավանաբար դեպի գորուստ վստահաբար
բայց անտին լույս մգա, որ նախ ժամանակ չունի, մշտական է եւ մնայուն կերպով այդտեղ է եւ մեզ մնայուն կերպով այդ լույսին կհրավիրե, բայց մենք աչքերնից կոչած գնահնդրենք այդ մյուս թյուրին ավելի թյուրին դեսնելիք լույսին նայել կան Աստծո լույսին հետեւաբար մենք ենք բաժարը այս բոլոր բադահացներում ինչու որովհետեւ մենք ենք որոշողը մենք ենք զանազանություն տնողը այսօր պիտի հետևեմ կամ անոր պիտի հետևեմ ասիգա պիտի լսեմ կամ անիգա պիտի լսեմ ասիգա պիտի դիտեմ կամ անիգա պիտի դիտեմ հետեւաբար մեր հավատքի զորությունը երբեմն ճիշտ ընտրություն ունենալու մեջ է այդ զորությունը ունենալու մեջ է Աստծոյանը լսելու Աստծո լույսին հետևելու Աստծո բادرները ապրելու Քրիստոսով ազատություն կնշանակի ոչ միայն իրավունք ունենալ այդ բադասխանադու ծառայություն ունենալ իրավու հանդեպ քաղաքացիներու գրած իր նամակին մեջ Պողոս Արաքյալ հետևյալը գսե որ կրետը գնունանա Աստված գանչեց որ ազատ ըլլակ միայն նայեցեք որ այդ ազատությունը մարդկային ցանկություններ գդարելու բادرվակ չդառնա այլ սիրով ծառայեցեք իրարու երբեմն աստվածային բادرները նույնիսկ մեր հաջիկներուն բادرվակը կդարձնենք դժբախտաբար երբեմն աստվածաշունչեն մեր գարտացածը մեր լսած քարոզը կամ որևէ big pound որ դեսած ենք երբեմն գյուրացնենք այդ մեկը սակայն մեր ծևերով մեզի հարմար ծևերով եւ ադիգայել անպայմանորեն գրնաջիշ չլալ Շատ բարի քիչ առաջ ծեր խոսքին մեջ անդրադարձակտ է Աստված է միակ թադավորը Ինչ կնշանակի Աստված է միակ թադավորը եւ որն է եւ որովհետեւ անդրադարձակ ազատության ու սիրո միջև գաբը Անշուշտ այս մեկը մեզի գիշեցնե որ միայն Աստված գիտե սրդերու խորքը եւ մտածությունները մենք չենք կնար տեսնել ամբողջ իրավիճակը կամ եւ չենք կնար գիտնալ թե այդ մարդը ինչ իրավիճակի մեջ է բայց կրնանք շատ թյուրությամբ թադել եւ որ ադիգա դժբախտաբար սխալ տատողություն մգլա այդ բաժարով մեր բարդականությունն է սիրով ընդունել մեկս մյուսը Շատ մարդիկ շատ արարքներ կկատարեն, գործեր կկատարեն, խոսքեր կխոսին, գեցվածքներով վրա գլան, որոնք իրենց հետին ունին իրենց պատճառները։ Հիմա երևութապես գրնա այդ մեկը մեզի համար սխալը լալ, համաձայն եմ, բայց պետք է նայենք նաև թե ինչու այդ մարդը այդ իրավիճակի մեջ է, կամ այդ գացության մեջ է, դեմ հանդիման կգտնվի։ Գրնա լալ, որ իրապես սխալ է, բայց գրնա լալ, որ նաև ինքը ստիպված է կյանքի պայմաններով բերումով կյանքը բարդատրած է ծևում իրեն այդ հանգրվանին հասնելու, որ ինքը սխալ գացության մեջ լա, բայց փոխանակ մենք տադենք արդյոք պետք չէ խոսենք իրեն հետ ասելու համար, որ կամ խրադենք, խրադել ավելի ճիշտ բառն է, արդյոք պետք չէ անդրադարձնենք, խրադենք, որ ըրածը սխալ է, բայց մենք վարժենք այդ քարը նետելու ամենեն մեծ օրինակը Քրիստոս ինքը տվավ երբ այդ բորնիկ գինը բերին ասելու համար որ այսիգա բորնիկը պետք է կարգոծենք Քրիստոսը սա առաջին քարը տողնեդե անիգա որ ինք անմեղ է շատ ճիշտ բոլորն ալ փախան լավ այսօր որ մեկս անմեղ ենք որ գրնանք այդ քարը նետել ոչ մեկս անմեղ մարդ գոյություն ունի վստահաբար ոչ Հետևաբար նախ մենք մեր սխալները հիշենք, դեսնենք, փոխանակ դեսնելու դիմացինի սխալը, որ ավելի դյուրին կդեսնենք դժբախտաբար։ Հայլին մեջ ամեն մարդ ինքսին գեղեցիկ կդեսնե։ Բայց երբ ուրիշին ակնոցով գտիդենք մենք մեզ, այն ադեն մեջտեղ գելնեն մեր դժվարությունները կամ մեր դգարությունները։ Հետևաբար նախ մենք մեզի նայենք, հետո ուրիշին նայենք։ Իսկ կալով ազատության եւ սիրո մեջ քրիստոնեական ազատությունը ոչ թե անսահման թույլատրելիություն է ծևոմը, այլ պատասխանատվություն։ Մենք ազատ ենք, ինչպես որ քիչ առաջ ասի, բայց մեր ազատությունը պետք է առաջնորդվի սիրով։ Եթե մեր ազատությունը գրնա ուրիշը վնասել, ուրեմն պետք է այդ ազատութենեն դուրս գանք։ Ազատությունը եւ սերը միասին աշխատին եկեղեցու մեջ միասնությունը պահպանելու համար։ Ինչպես որ քիչ առաջ ասինք
իմ ազատությունը կվերջանա հոն ուր որ մյուսին ազատությունը կսկսի հետևաբար բեք չաբրինք յանք այնպես որ աշխարհը մեզի հանձնված է եւ մեզի է աշխարհը չէ աշխարհին մեջ մենք բոլորս կաբրինք մեր ազատությունները ունենք բայց մենք չենք կրնար ուրիշին ազատության սահմանները մտնել Ետ միջև այնադեմ որ ինք չուզեր այդ մեկը հետևաբար մեր արարքները մեր գործերը մեր խոսքերը նույնիսկ երբեմն մեր նայվածքները նույնիսկ կրնան ուրիշին ազատության սահմանները կանտել հետևաբար մեր կյանքը ինչպես որ քիչ առաջ ասի կարևոր չէ ճիշտը գիտնալ կարևորը ճիշտը ընելն է փորձենք այն գիտակցությամբ ապրիլ փորձենք այդ մթնոլորտով ապրիլ որ Աստված մեզի կյանք մտված է այս աշխարհի մեջ այսօր գանք վաղը չգանք ոչ մեկս գիտենք երբ պիտի մեկնենք այս աշխարհն հիմա հիշեցի Օգոստինոսի Սուրբ Օգոստինոսի այն խոսքը որ չկա ակնթարթը որ գրնա վերջինը չլալ եւ որովհետեւ մենք քիչ հետոն չենք գիտեր ապրինք այնպիսի կյանքը որ գարձեք վերջին օրն է որովհետեւ գիտեք մենք ֆիլմերում մեջ շատ կտեսնենք հանգած եթե գիտնան որ իրենց վերջին կյանքի ժամանակը հատվածն է գսկսին հանգարց բարիկներ անել լավություններ անել լավ ապրիլ մարդոց հետ լավ մենք ինչու այդ բոլորը չնենք մեր առօրյային մեջ հաջող մենք սխալ մգնենք մեգումա հանդեպ եւ երկրորդ chance մգուզենք ծևոմը որբեսի սրբակրենք մեր սխալը բայց առանց չենք անդրադառնալ որ գրնայինք մենք առաջին chance-ը լավաբես կործածել եւ այդ երկրորդը ճուսել հետեւաբար հարցը մեզ մե այն իմաստով որ մեզ մե ասելով մենք մեզ պետք է շտկենք մենք մեզ պետք է սրբակրենք մենք մեզ պետք է կննատենք եւ տատենք որովհետեւ եթե այդ մեկը չկատարենք մենք չենք կնար ճիշտ ճամփան բռնել եւ ոչ ակրնանք խաղաղնավահանգիստ հասնել ինչ որ Աստված խոստացավ շատ բարի լավ վերջին հարցում մնալ այսօր եղբայրդ մի թադեր խորակրով խոսեցակ եւ հատկապես Հռոմայեցիներու 14-րդ գլխուն մեջն է որ կգտնվի այս մեկը ինչ ունի ըսելիք այսօր Հռոմայեցիներու 14-րդ գլուխը եւ ինչպես գրնա քրիստոնեական համայնքը միասնական լալ հագարականոր որ բոլորին համոզումները դարբեր են այս գլուխը շատ արդիական է նաեւ մեր օրերուն Գարձեք ոչ թե 2000 տարիներ առաջ օրվան մարդոց համար կամ օրվան եկեղեցին համար գրված էր գարձեք այսօրվան նաեւ մեր եկեղեցին համար գրված է եկեղեցվո մեջ այսօր կան դարակարծություններ դիսագարկի դարակարծություն սովորություններու կամ անձնական նախասիրություններու որոնք մեկը մյուսեն դարբեր են որոնք երբեմն բաժար կդառնան բանավեճերու երբեմն բաժար կդառնան բաժանումներու ինչ որ արդեն պատմությանից վկայությամբ այսօր զանազան քրիստոնյա եկեղեցիներ ունենք որոնք կկործեն Հռոմեացիներու 14-րդ գլուխը մեզ գսորվեցնե չվիճիլ այն բաներուն համար որոնք առաջնահերթ չեն այն բաներուն համար որոնք երբեմն նույնիսկ կարևոր չեն ամեն հարցը կգարձեմ որ կգայանա զիրար սիրով չընդունելու մեջ մեգս մյուսեն կերատաշ չենք բոլորս հավասար ենք բայց այդ մեկը գիտակցելու դժվարություն ունենք ընկալելու դժվարություն ունենք երբեմն բաշտոնները երբեմն թիրքերը երբեմն քահերը բաժար կդառնան որ մարդիկ գարձեն որ իրենք ավելի կերատաշ են մյուսեն բայց Աստծո աչքին դիմաց բոլորս հավասար ենք ամենեն մեծ են ամենեն փոքրը ամենեն բարձր բաշտոն ունեցողեն ամենեն ցած բաշտոն ունեցողը Աստծո աչքին բոլորս հավասար ենք եւ այս մեկը բաժար է որ ապրինք կյանքը որ հետո գարենան քաշի վտալ եւ որովհետեւ մենք իրար սիրով չենք ընդունիր որովհետեւ իրարու հանդեպ հանդուրժողությունը բագաս է այսօրվա մեր կյանքի մեջ այդ է բաժարը որ հաջող հարցերու մեջ են միջավայրը հաջող ընկերային հարցեր գոյություններ ունին ամբողջ մեր կյանքի մեջ եւ այդ մեկը գարձեն պիտի չի փոխվի մինչեւ վերջ
միջև այնադեմ որ մենք ես մեզ չենք փոխեր որովհետև այսօր եսի գաղափարը գոյություն ունի եւ ոչ թե մենքի ես այսպես սրի ես այդպես սրի փոխանագսելու մենք այդպես սրինք որովհետև մենք ավելի զորավոր է գսեն ժողովրդական արածը գսես չէ մեկ ցերկով ձապ չես կնար զարգալ հետեւաբար այդ միասնության զորությունը ոչ մեկ բան գրնա հաղթահարել ոչ մեկ ինչպես ասեմ այդ միասնության զորությունը մեզ շատ մփաներու մարդահրավերներու թիմած կրնա հաղթանակի հասցնել հետեւաբար զիջողությունը հանդուրժողությունը շատ կարևոր է այս բոլորի մեջ այս մեկը մեզ գսորվեցնե ավելի նաև հասունը լալ ավելի բադասխանատվության գիտակցություն ունենալ սիրով առաջնորդվող հավատացյալներ որոնք գմիանան եւ ոչ թե կբաժնվին այս բոլորը եթե ունենք վստահ լանք որ մենք միասին ենք այս բոլորը եթե ունենք վստահ լանք որ մենք ուժեղ ենք զորավոր ենք եզրափակելու համար վերջին մի քանի մտածումներ կուզեմ ասել մի տադեր այլ սիրե ամենեն թյուրին բանը այսօր կյանքի մեջ տադելն է մենք շատ արագ գարձիկ կգազմենք մարդոց մասին նույնիսկ առանց ջանչնալու զիրենք երբեմն մեկ նայվածքով երբեմն իրենց մեկ բարով գարձիկ կգազմենք կտադենք այսիկա այսպես է եւ վերջակետ մեգուն նկարը կտեսնենք երբեմն մեգուն խոսքը կլսենք կամ բարձավես արարքմը եւ արդեն կսկսենք մտածել թե այս անձը այսպես է այդպես է բոլորս ալինգած ենք ասիկա այսօր մեջ ըստահաբար բայց ինչ գիտենք թե իր կյանքի մասին գրնալալ որ այդ մարդը ցավ ունի գրնալալ թե շատ ծանր օրեր կանցնի գրնալալ լուր բայկարի մեջ է որևէ բանի հետ կամ որևէ հարցի հետ եւ այդ բանուն երբ մենք կտադենք մեկ բան կմոռնանք մենք կտեսնենք միայն արդակինը իսկ Աստված միայն ինքն է որ կտեսնե մարդուն սիրտը Հիսուսը ասավ մի տադեք որ չտադվիք մենք գտադենք եւ գտադենք առանց նկատի ունենալու որ մեզիալ տադողը կա նախ ինչպես որ մենք գտադենք ուրիշ մարդիկա մեզ գտադեն բայց ատքե անգախ եւ ամենեն կարեւորը Աստված բոլորս պիտի տադե այս մեկը բարձաբես բադվեր մեջ է այլ հոգեվոր կյանքի ջանաբարմն է ուղեցույցն է որովհետեւ եթե այս ջանաբարի մեջ ենք այս ուղեցույցի մեջ ենք արդեն չենք տալեր որովհետեւ երբ կտադենք մեր սրդի խաղաղությունը կգործվի պաստորեն տադելու սկացումը իր հետ նաև գբերե գլխավոր մեղքերը հբարդությունը կարծես մենք ենք ճիշտը եւ ինքը սխալն է բայց Աստված է միակ տադավորը միայն անկիդե թե ինչ կա մարդուն ներսը այսօրվան աշխարհին մեջ հատկապես սոցիալ մեդիայի վրա բոլորը կարծես տադավորներ դարձած են մեկը նկարը գտնե ամեն մարդ կոմենտ մգնե մեկը խոսք մգսե բան մգկրե բոլորը կոմենտներ գնեն քննադատություններ գնեն վիրավորանքներ կդեղադարապեն մարդոց վրա զանազան բաժաններով որովհետև իրենց համար սխալ է կամ իրենց համար եւ այլն բայց հետեւյալն է սիրելի ունգընտիրներ եւ ագանտիրներ մենք երբ գտադենք չենք կրնար սիրել որովհետև այդ տադողության սկացումը մեր մեջ կա հետեւաբար բացարձակապես չենք կնար սիրել այս է ուրեմն իսկ երբ սկսենք սիրել այնադեն արդեն չենք կրնար տադել այս է քրիստոնեական կյանքի ծևոմը կախնիկը մի տադեր սիրե մի վիրավորեր մխիտարե մի մերժեր ընդունիր ես սրդապուխ բզդիկ աղոտ մկրած եմ այս տադելու մասին ադիգա պիտի ընթերցեմ եւ վերջին մտածումով մնալ պիտի ավարտեմ եկեք այսօր մեր սրդերում մեջ հետեւյալ գարջ աղոտ կնենք դեր ինձ իսորվեցուր դեսնել մարդոց քու աչքերովդ օգնե որ չտադեմ եղբորս այլ աղոթեմ անորամար թող իմ սրդիս մեջ հբարդության փոխարեն խոնարհություն լա թող իմ լեզուս խաղաղություն բերե ոչ թե տադաստան Եվ եթե յուրաքանչյուրս սկսենք այսպես ապրիլ նույնիսկ փոքր կայլերով մեր կյանքը, մեր ընտանիքը, մեր համայնքը
ավելի լուսավոր պիտի դառնա, որովհետև վերջապես կհասկանանք Աստծո առջև ոչ թե թադողներն են արտարները, այլ սիրողները։ Շնորհակալություն եղբայր, բարձկեն ինտկադար, Աստված սեր հավատքին եւ գոչումի մեջ հաստատ բահե։ Փագել է առաջ մեր հայդակիրը սիրելիներ, ագանչալուրը լանք Դավիթ Մարգարեին Պերնով արդասանված Սաղմոսներեն հատվածը։ Եղբայրներուս մեջ փոքրիկն էի ես, իմ հորս դան գրծեր զավակը, եւ իմ հորս ոչխարներն ու այծերը գարածեի, ցերկերովս սրինք շինեցի, մատներովս քնար պատրաստեցի, իսկ արդ ով այս բաները պիտի պատմե իմ դիրոջս, որ ամենուն դերն է եւ ամեն ինչ կլսե, որ իր մարգարեն ղրգեց եւ զիս հորս ոչխարներու հովուտենեն հանելով իր սուրբ յուղովը զիս օծեց, եղբայրներս ավելի քեղեցիկ ու մեծ էին, սակայն դերը զանոնք չնդրեց, ես թեմ ելա փղշտացիին, որ իր գուրքերով զիս անարգեց, ես իր սուրը հանեցի եւ գլուխը գդրեցի, Իսրայելի ժողովուրդեն նախադինքը չնչելով, ամեն, բարի գիշեր եւ հաջելի ունգընտրություն։